Սիրելի հայրենակիցներ, խոսելու եմ առողջապահության ոլորտում պետական պատվերի իրականացման շրջանակներում անվճար տրամադրվող բուժօգնության խորացող որոշ խնդիրներից։ Առողջապահության նախարարությունը օֆերտայի սկզբունքով պետական պատվերի շրջանակներում իբրև իրականացնում է որոշակի խումբ քաղաքացիների անվճար բուժօգնությունը։ Իրականում այս մեխանիզմը փաստացի չի գործում եւ շահառուները չեն կարողանում օգտվել իրենց ասանելիք անվճար բուժ ծառայություններից։ Մասնավորապես ռադիոլոգների ասոցիացիան հաստատել ուղեցույց, որում նշված են խիստ սահմանափակ ախտորոշումների տեսակներ, որոնցով հնարավոր է ստանալ ուղեգրեր անվճար հետազոտությունների համար։ Այսպիսով ստացվում է, որ պացիենտ իրականում ունի տվյալ հետազոտության անցնելու օբյեկտիվ եւ մինավորված անհրաժեշտություն, սակայն այս սահմանափակող խնդրահարույց կարգավորումների պայմաններում չի կարողանում անցնել նվազագույն հետազոտություն եւ անվճար բուժում։ Սա փաստացի խոչընդոտում է քաղաքացիների իրավունքների իրականացմանը եւ ստեղծում է ավելորդ քաշքշուկներ քաղաքացիների համար, իսկ մի շարք դեպքերում էլ այս քաղաքացիները անհիմն ձևով դուրս են մնում առողջապահական պետպատվերից։ Հետևաբար մեր այս քաղաքացիները չնայած նրան, որ ունեն պետական աջակցությամբ անվճար բուժման իրավունք, սակայն ստիպված այդ բուժօգնությունից փաստացի օգտվում են սեփական միջոցներով վճարումներ կատարելով։ Կան դեպքեր նաև, որ մեր այս քաղաքացիների որոշ մասը փորձում են իրենց հաշվառման եւ ուղեգրման գործընթացը տեղափոխել այլ բուժհաստատություն, ավագագրվելու մեկ այլ բժշկի մոտ, ապարդյուն հույս ունենալով այս ձևով լուծել իրենց խնդիրը։ Սա ընդամենը քաղաքացու համար ավելացնում է ավելորդ քաշքշուկ։ Փաստորեն ստացվում էր պետությունը իբրև թե որոշակի խումբ շահառուների համար նախատեսում է անվճար բուժօգնություն, սակայն իրականում անում է ամեն ինչ, որ այս քաղաքացիները չկարողանան փաստացի օգտվել իրենց համար օբյեկտիվորեն անհրաժեշտ պետական աջակցությունից։